Սևանի ափին մեկ հարթակում են հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչները։ Seaside Startup Summit-ի հատուկ նախագիծը Mining Innovation Summit-ը համախմբել է ոլորտի առաջատարներին քննարկելու, թե ինչպես կարող են նորարարական տեխնոլոգիաները զարգացնել հանքարդյունաբերությունը։ Սա հարթակ է երկխոսության, նոր գործընկերությունների ձևավորման և տեխնոլոգիական լուծումների ներդրման համար։ Սկսած ամենասկզբից երկրաբանությունից առանց թվային ծրագրերի, առանց թվային մոդելների անհնար է ոնց որ սկսել արդյունահանումը ընդերքից եւ ամբողջ արդյունաբերական շղթայի մեջ օգտագործում են թվային տեխնոլոգիաներ։ Լիդիան Արմենյան լինելով ոլորտի օրինակելի ընկերություններից մեկը նպատակ ունի ձևավորել տեխնոլոգիապես առաջադեմ նոր սերնդի հանքարդյունաբերություն։ Mining Innovation Summit-ը հնարավորություն է ստեղծում, որ հայկական ստարտափները ներգրավեն հանքարդյունաբերության ոլորտում, առաջարկեն ինքնատիպ լուծումներ և դրանք կիրառեն իրական արտադրական միջավայրում։ Ամուլսարի ծրագրում մենք ներդնում ենք փոխկապակցված տարբեր ծրագրեր արդյունահանման, անվտանգության, շրջակա միջավայրի, այլ ոլորտների, որոնք հետագայում ունենալու են մի միջավայր եւ աշխատելու են միասին։ Եվ այդ հարթակը մենք օգտագործելու ենք հետագայում ռիսկերի նվազեցման, որակի բարելավման, աշխատանքի հետևելու եւ նոր տվյալներ հավաքագրելու համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի խոսքով Mining Innovation Summit-ում գեներացվող գաղափարները կարող են վերածվել խոշոր նախագծերի, հնարավորություն տալով ստարտափներին նպաստել հանքարդյունաբերության թվային վերափոխմանը, տեխնոլոգիական արդիականացմանն ու ոլորտի հետագա զարգացմանը։ Կառավարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ոլորտում առկա բոլոր հարաբերությունները թվայնացնելու, ավելի թափանցիկ դարձնելու, որը կմեծացնի նաև ներդրումային գրավչությունը, ավելի պարզ, թափանցիկ վարչարություն հնարավորություն կտա եւ իհարկե ոլորտի վրա էապես դա ազդեցություն կունենա։ Տեսչական մարմինն արդեն երկար ժամանակ է վերահսկողության գործընթացներում կիրառում է թվային տեխնոլոգիաներ եւ այժմ կարեւոր է համարում, որ հանքարդյունաբերական ընկերություններն էլ հասնեն նույն մակարդակի թվայնացման, բարձրացնելով ոլորտի արդյունավետությունը, թափանցիկությունն ու վերահսկելիությունը։ Մենք 2022 թվականից կամ 23 թվականից սկսած օգտագործում ենք արդյունաբերական նշանակության անօդաչու թռչող սարքեր եւ լազերային սկանավորման լիդար համակարգեր, որոնք որ հնարավորություն են տալիս շատ ճշգրիտ տվյալներ եւ օբյեկտիվ տվյալներ ստանալ, ելակետային տվյալներ հանքարդյունաբերության ոլորտում։ Այս տարի հայտարարվել է նաև հանքարդյունաբերության ոլորտի լավագույն ստարտափի մրցույթը, որի արդյունքները կամփոփվեն մյուս տարի։ Նախաձեռնության նպատակն է ոչ միայն խրախուսել ինովացիոն գաղափարները, այլև ֆինանսական խթանների միջոցով մեծացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետաքրքրությունը հանքարդյունաբերության նկատմամբ։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։